Երիտասարդ քաղաքագետների ակումբը արտաքին քաղաքականության առցանց ակադեմիայի շրջանակներում շարունակում է հանդիպումների շարքը։ Այսօր մեզ մոտ բանախոսությամբ հանդես կգա քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, արտաքին անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Գևորգյանը։ Խոսելու ենք խաղաղության կներեք։ Խոսելու ենք խաղաղության պայմանագրից, նրա կետերից եւ հարակից այլ թեմաներից։ Պարոն Ղևոնդյան, սիրով խոսքը փոխանցում եմ ձեզ։ Շնորհակալություն, ես մի փոքր կպատմեմ, հետո սիրով կպատասխանեմ բոլորի հարցերին, որոնք որ կլինեն։ Նշեմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև 2020 թվականից հետո 3 ուղղություններով զարգացել է բանակցային գործընթաց։ Ինչու 3 ուղղություններով, որովհետեւ որոշում է կայացվել, որ կան հարցեր, որոնք հնարավոր չի մի փաթեթով, մի кейսով լուծել, դրա համար, որպեսզի չծանրաբեռնվի հիմնականում խաղաղության պայմանագիրը, որոշում է կայացվել սահմանազատման սահմանագծման աշխատանքների հետ կապված հարցը եւ ենթակառուցվածքների բացման հարցը դուրս բերել խաղաղության պայմանագրից եւ առանձին кейսով բանակցություններ տանել եւ 3 տարբեր ուղղություններով առանձին բանակցություններ են ընթանում։ Ինչպես նշեցի, այդ 3 ուղղությունները սահմանագծման սահմանազատման աշխատանքները մեկը, երկրորդը ենթակառուցվածքների ապաշրջափակման աշխատանքները, այսպես կոչված Հայաստանով անցնող ճանապարհների հարցը, այդ թվում Տրամպի ուղի կոչվածը եւ երրորդը խաղաղության պայմանագիրը։ Այս 3 քեսերը թեև մեկը մյուսի հետ փոխկապված են, բայց մեկը մյուսով փոխպայմանավորված չեն, այսինքն հնարավոր է, որ այս 3 քեսերից որևէ մեկով բանակցությունները կանգնեն, բայց մյուսով բանակցությունները շարունակվեն եւ օրինակ որևէ առաջընթաց լինի։ Այդպիսի օրինակ մենք ունենք նախորդ տարի խաղաղության համաձայնագրի հարցը կանգնած էր, որովհետեւ համաձայնություն ձեռք չէր բերվում մի քանի հարցերի վերաբերյալ, բայց օրինակ սահմանազատման սահմանագծման հարցում մենք ունենք առաջընթաց եւ գիտեք, որ Տավուշի մարզում Այնտեղ չեմ սխալվում 12 կիլոմետրի չափով մոտավորապես սահմանազատում սահմանագծում իրականացվեց եւ այնտեղ արդեն սահմանապահներ են կանգնած, ընդ որում ես ինքս 2 անգամ այցելել եմ այդ սահման, այնտեղ տեսել եմ, այնտեղ խրամատներ չկան, ավտոմատով զինվորներ չկան, կանգնած են միայն սահմանապահ ծառայության սահմանապահներ, զենք կա իրենց մոտ, բայց զենքի բամբշտակալները հագցված չեն, այդպես է պայմանավորվածությունը եւ զինվորները գնում գալիս են այդ սահմանի երկայնքով, զինվորներ չէ, սահմանապահները գնում գալիս են այդ սահմանի երկայնքով, մեկը մյուսին տեսնում են, մեկը մյուսին բարևում են, շատ կարճ տարածության վրա են հայ եւ ադրբեջանցի սահմանապահները եւ փաստացի դա ամենաանվտանգ հատվածն է, որովհետեւ եթե դու խրամատում չես, հակառակորդն էլ դիմացդ կանգնած է, զենքի վրա այդ բամբշտակալ չկա, շատ ավելի քիչ է հավանականությունը, որ սադրանքների կդիմեն այս կամ այն կողմը, կփորձեն կրակել իրար վրա կամ այդպիսի մի բան, քան երբ նայող չկա, խրամատներից իրար դեմ են եւ զենքն էլ պատրաստի վիճակում է կրակելու։ Բայց վերադառնանք խաղաղության համաձայնագրին, ինչու համաձայնագիր, որովհետեւ դրա անունը ուղղակի այդպես է, Հայաստանի օրենսդրությամբ այս հարցի վերաբերյալ կային քննարկումներ եւ նույնիսկ որոշ մանիպուլյացիաներ, Հայաստանի օրենսդրությամբ համաձայնագիրը կամ պայմանագիրը կարող են ունենալ համաձայն հավասար իրավաբանական ուժ եւ դա նախատեսվում է հենց իր տեքստում։ Եթե համաձայնագրում գրվում է, որ ինչ-որ մի բան պիտի լինի այսպես, ապա այն լինում է այդպես։ Պայմանագրում էլ կարող է նույն բանը գրվել եւ պայմանագիրն էլ նույն խնդիրները լուծի, նույն հարցերի վերաբերյալ լինի։ Այնպես որ որևէ տարբերություն խաղաղության համաձայնագիր թե խաղաղության պայմանագիր այս հարցում չկա։ Ինչ վերաբերում է կոնկրետ բովանդակությանը, խաղաղության համաձայնագիրը ունի նախաբան եւ 17 կետ, որոնք բոլորը համաձայնեցված են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ որոնք բոլորը վերաբերում են երկու երկրներին։ Ինչպես են վերաբերում երկու երկրներին։ Ոչ մի տեղում գրված չէ Հայաստանը պիտի անի սա կամ Ադրբեջանը պետք է անի սա։ Բոլոր 17 կետերում գրված է կողմերը անում են սա, կողմերը չեն անում սա, կողմերը ձեռնպահ են մնում այս գործողությունները, այս կողմերը մեկը մյուսի նկատմամբ պետք է այսպիսի գործողություններ իրականացնեն։ Այսինքն բոլոր կետերը հավասար չափով վերաբերվում են եւ Հայաստանին եւ Ադրբեջանին։ Կան կետեր խաղաղության համաձայնագրում, որոնք այնքան էլ բարենպաստ չեն Հայաստանի համար, կան կետեր, որոնք այնքան էլ բարենպաստ չեն Ադրբեջանի համար։ Դե բնականաբար, եթե ամբողջությամբ կողմերից որևէ մեկի
կողմից լիներ այդ համաձայնագիրը, ապա համաձայնագիր չէր լինի, կլիներ օրինակ կապիտուլյացիոն ակտ եւ կողմից մեկը մյուսին կստիպեր, որպեսզի իր ցանկությունները իրականացվեն։ Ես նշեմ, որ այսպես բոլոր կետերով հիմա չեմ անցնի, կա բաց դրված է համաձայնագիրը, կարող եք մտնել նայել, բայց կարևոր մի քանի կետերին կանդրադառնամ։ Նշեմ, որ օրինակ երկրորդ հոդվածը մեզ համար այնքան էլ բարենպաստ չի, կապված արցախահայության իրավունքների հետ, որովհետև այնտեղ նշվում է, որ կողմերը զերծ են մնալու օգնություն տալ ցանկացած գործընթացի, որը կարող է սպառնալ մյուս կողմի տարածքային ամբողջականությանը։ Ակնհայտ է, որ արցախցիների իրավունքների հարցը որոշակի առումով Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ խնդիրներ է պարունակում, իսկ սա նշանակում է, որ եթե օրինակ արցախահայերը դիմեն ինչ-որ մի երկրում, ինչ-որ միտեղ դատարան կամ փորձեն ինչ-որ կերպ իրենց իրավունքները պաշտպանել, Հայաստանի Հանրապետությունը իրավունք չի ունենալու օգնություն տրամադրել արցախահայերին։ Իհարկե, սա խոսքը գնում է բաց թափանցիկ օգնության մասին, ինչ որ փակ մեխանիզմներով բոլոր կողմերն էլ ամեն ինչ էլ անում են, քաղաքականությունը հենց դրա մասին է։ Բայց օրինակ այս կետը այնքան էլ Հայաստանի համար բարենպաստ չէ։ Կապված օրինակ հայցերի հետ քաշման հետ այդպիսի կետ կա, որտեղ կողմերը եւ Հայաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվել են, որ միջազգային դատարաններից բոլոր հայցերը հետ են քաշելու, այսինքն Հայաստանը դատի է տվել Ադրբեջանին որոշ կետերով, Ադրբեջանը դատի է տվել Հայաստանին որոշ կետերով։ Կան իրավաբաններ օրինակ, որ ասում են, որ պետք չէր հայցերը հետ քաշել, որովհետեւ Հայաստանը որոշ հարցերում առավելություն ունի, բայց ես նշեմ, որ կան հարցեր, որտեղ Ադրբեջանը առավելություն ունի։ Օրինակ, Արցախի տարածքում հանքերը, որոնք օգտագործվել են երկար տարիներ Հայաստանի Արցախի իշխանությունները հանքերը օգտագործել, այդտեղից մեծ եկամուտներ են ստացել, կան ապացույցներ, որ այդ եկամուտների մի մասը գնացել է Հայաստանի Հանրապետության այդ ժամանակվա իշխանություններին։ Նույնիսկ կա եվրոպական դատարանի որոշում նրա մասին 2013 թե 14 թվականի կոնկրետ չեմ հիշում, նրա մասին, որ Հայաստանի իշխանությունը Արցախի իշխանության նկատմամբ ունի այնքան իրավասություն, որ կարող է որոշել, թե Արցախի իշխանությունները իրենց փողերը ոնց ծախսեն։ Այսինքն, տեսեք, այս կետով Ադրբեջանը մեզ դատի էր տվել, որ Արցախի տարածքում հանքերը մենք օգտագործել էինք, Արցախի իշխանությունները օգտագործել էին, բայց դրա գումարները եկել էին Հայաստանի իշխանություններին։ Եվ սա ակնհայտորեն Հայաստանի համար խնդիրներ կարող էր առաջացնել, օրինակ, փոխհատուցում պահանջեին Հայաստանից, իսկ այնտեղ արդեն ադրբեջանցիները խոսում էին միլիարդավոր դոլարների մասին։ Հնարավոր է, որ հաջողության չհասնեին, բայց հնարավոր է, որ հաջողության հասնեին, որևէ մեկը չի կարող որոշել, թե եվրոպական դատարանները ինչ կորոշեին։ Եվ սրանք էլ խնդիրներ են, որոնք կարող էին Հայաստանի համար սպառնալիք լինել, իսկ հայցերի հետ քաշման դեպքում մենք նաև այդ խնդիրներից ազատվում ենք։ Կա մի կետ, որտեղ խոսվում է խաղաղության համաձայնագրում, մի կետ կա, որտեղ խոսվում է միմյանց նկատմամբ օգտագործվող բառապաշարի մասին, պայմանավորվում են Հայաստան եւ Ադրբեջանը, որ այլևս պետական մակարդակով ահաբեկիչներ, ծայրահեղականներ, նման որակումներ մի երկիրը մյուս երկրին չի տալու։ Կետերից մի ուրիշը վերաբերում է խաղաղության պայմանագիրը պահելու հարցին, այսինքն խաղաղության պայմանագիրը լավ կնքեցինք, հետո կողմերը ինչպես պետք է անեն, որ այդ գրված կետերը իրականություն դառնան։ Եվ դրա համար որոշվել է ստեղծել մի ուրեմն հանձնաժողով, որը կլինի հայ-ադրբեջանական երկկողմ հանձնաժողով, եւ այդ հանձնաժողովը կհետևի, որպեսզի խաղաղության համաձայնագրի կետերը իրականացվեն կամ եթե ինչ-որ մի կետ, ինչ-որ մի երկիրը խախտի, այդ հարցը կփորձի լուծել։ Հարցերի լուծման վերաբերյալ կետ կա եւ այդ կետում ասվում է, որ խաղաղության համաձայնագրի շուրջ ծագած վեճերը փորձ է արվում լուծել բանավոր կերպով, միմյանց հետ հաղորդակցվելով, եթե չստացվի, հետագայում նաեւ կողմերը կարող են դիմել տարբեր դատարաններ։ Բովանդակության մասին այսքանը, ես մի փոքր կցանկանամ նաև խոսել այդ խաղաղության համաձայնագրի քաղաքական տրամաբանության քաղաքական իմաստի մասին։ Նշեմ, որ սա իհարկե չի լուծում բոլոր հարցերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, երկրները դեռևս բազմաթիվ այլ խնդիրներ ունեն, որոնց շուրջ պետք է հետագայում համաձայնություններ ձեռք բերվեն, ոչ միայն այն երկուսը, որի մասին մենք խոսեցինք, ենթակառուցվածքների ապաշրջափակումը եւ սահմանազատում, սահմանագծում, այլ բազմաթիվ այլ հարցեր եւս կան։ Հա, ես չասացի, որ խաղաղության համաձայնագրով նաեւ
դիվանագիտական հարաբերություններ են հաստատվում, այսինքն Հայաստանը եւ Ադրբեջանը ունենալու են դեսպաններ, սկզբնական շրջանում ենթադրվում է, որ դեսպանները նստելու են Թբիլիսիում, հետագայում Հայաստանի դեսպանը կգնա Բաքու, իսկ Ադրբեջանի դեսպանը կգա եւ կնստի Երևանում, սովորական պետությունների միջև սովորական հարաբերությունների տրամաբանության մեջ։ Ինչպես ասացի, խաղաղության համաձայնագիրը չի լուծում բոլոր խնդիրները Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, բայց սա մի փաստաթուղթ է, որը հնարավորություն է տալիս բավական մեծ չափով նվազեցնել սադրանքների ռիսկերը, որովհետև տեսեք, մեկ բան է, երբ Ադրբեջանի հետ ոչ մի համաձայնություն չկա, Ադրբեջանի զինվորները կանգնած են եւ ցանկացած պահի կարող են կրակել, մեկ այլ բան է, երբ կա համաձայնություն, երբ կա փաստաթուղթ եւ եթե Ադրբեջանի զինվորները կրակեն, հայկական կողմը կարող է մեղադրել Ադրբեջանին նրանում, որ Ադրբեջանը խախտում է խաղաղության համաձայնագիրը։ Ինչու եմ ես նշում, որ ռիսկերը նվազում են, որովհետեւ երաշխիք որպես այդպեսին գոյություն չունի, եթե օրինակ Հայաստանը ինչ-որ տարիներ հետո Հայաստանի բնակչությունը հայությունը դառնա, չգիտեմ, 50 միլիոն, 100 միլիոն, ոչ մի փաստաթուղթ մեզ չի խանգարի, որպեսզի մենք մտնենք Արցախներ վերցնենք, Վանում ուժներ վերցնենք։ Բայց մենք պիտի խոսենք այսօրվա իրականության մասին, մեր կյանքի ընթացքի մասին։ Ես կարծում եմ բոլորդ հասկանում եք, որ մեր կյանքի ընթացքում ուղղակի ֆիզիկապես հնարավոր չէ, որպեսզի Հայաստանի բնակչություն դառնա 100 միլիոն եւ կարողանա իմ նշած հարցերը լուծել։ Եվ մեր կյանքի ընթացքում մենք պետք է որոշակի անվտանգային խնդիրներ լուծենք մեզ համար եւ պետության զարգացման, պետության առաջընթացի խնդիրներ լուծենք։ Եվ խաղաղության համաձայնագիրը այդ խնդիրների լուծման որոշակի հիմքեր է ստեղծում, առ այն, որ մենք նվազեցնում ենք ռիսկերը եւ փորձում ենք այն ռեսուրսները, այն հնարավորությունները, որոնք ազատվում են, քանի որ նվազեցնել ենք ռիսկերը համաձայնությունների ձեռքբերման միջոցով, փորձում ենք այդ գումարները ծախսել այլ ոլորտներում զարգացման վրա, նույն ժողովրդագրության ոլորտում, բնակչության ավելացման հարցում, կրթության հարցում, բժշկության հարցում, առողջապահության հարցում, ինձ թվում է, որ դուք շատ լավ հասկանում եք, որ Հայաստանում երևի շատ ավելի շատ խնդիր կա, քան փող կա, որ կարող ենք այդ խնդիրները լուծել, այնպես որ շատ կարիք ունի Հայաստանի Հանրապետությունը ռեսուրսների, որպեսզի այդ ռեսուրսներով տարբեր ոլորտներում տարբեր հարցեր լուծվեն։ Տեսեք, օրինակ, հաջորդ տարվա համար արդեն մի փոքր չափով նվազել է Հայաստանի ռազմական բյուջեն, նշեմ, որ Ադրբեջանը եւս հայտարարեց, որ մինչեւ 30 թվականը հաջորդ 5 տարիների ընթացքում աստիճանաբար իրենց ռազմական բյուջեն նվազեցնելու են, իսկ սա ինչի հետևանք է, հենց նրա հետևանք է, որ կան համաձայնություններ, կա նախաստորագրված խաղաղության համաձայնագիր, որը հուսով ենք կստորագրվի հաջորդ տարի, հիմա դրա մասին էլ կխոսեմ, ինչը գալիս է որոշ չափով իրենով լրացնելու այն անվտանգության պաշարը, որը նախկինում դրացնում էինք, օրինակ, ավելորդ զենք ձեռք բերելով, ավելորդ զենք արտադրելով, ավելի շատ մարդկանց պայմանագրային ծառայության կոչելով եւ բնականաբար, եթե ավելի շատ մարդիկ են գալիս, այդ մարդկանց պետք է ավելի շատ աշխատավարձ վճարենք։ Եվ այլն եւ այլն։ Տեսեք, ստացվում է, որ մենք կարողանում ենք մի փոքր գումար այն գումարից, որը պիտի ծախսեինք պաշտպանության վրա, անվտանգության վրա, մի փոքր գումար խնայել եւ այդ գումարը ուղղել այլ տեղեր, այլ ուղղություններ։ Սա է հենց ռիսկերի նվազման ամենաառաջին էֆեկտը, որ մենք ունենում ենք մի փոքր ռեսուրս, որը կարող ենք օգտագործել այլ տեղերում։ Թե ինչ ապագայի սպասվում խաղաղության համաձայնագրին, նշեցինք, որ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է, իսկ սա փաստացի նշանակում է մեկ բան, որ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են այդ համաձայնագրում էլ ոչինչ չփոխել, բայց համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն այն դեպքում, երբ կստորագրվի եւ ստորագրելուց հետո կհաստատվի երկու պետություններում ըստ իրենց ընթացակարգերի։ Հայաստանում այդ ընթացակարգը հետեւյալն է, ստորագրելուց հետո պիտի գնա սահմանադրական դատարան, սահմանադրական դատարանը պիտի եզրակացություն տա, որ այս համաձայնագիրը չի հակասում Հայաստանի սահմանադրությանը, դրանից հետո պիտի գնա ազգային ժողովը պիտի վավերացնի եւ պիտի տա նախագահային, նախագահ ստորագրի։ Երբ այս բոլորը լինում է, դրանից հետո մտնում է ուժի մեջ։ Ադրբեջանում մի փոքր ընթացակարգը այլ է, այնտեղ սահմանադրական դատան չի գնում, միայն իրենց պարլամենտը հաստատում է, հետո նախագահը իրենց ստորագրում է։ Այս ամբողջը որ լինի եւ վավերացված ստորագրված օրինակները փոխանակեն Հայաստանը եւ Ադրբեջանը, նոր դրանից հետո այն կմտնի ուժի մեջ։ Թե երբ դա կլինի, այդպես 100%-ով ոչ ոք չի կարող ասել, բայց կան որոշակի կանխատեսումներ։ Այն, որ դա կարող է լինել մինչև 2026 թվականի ընտրությունները, կա միայն մեկ
փաստ կամ միայն մեկ խոսք դրա մասին, այդ խոսքը ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, ընդամենը օրեր երևի դες մեկ ամիս առաջ, նա ասաց, որ սպասվում է, որ հաջորդ տարվա սկզբին Հայաստանը եւ Ադրբեջանը կստորագրեն խաղաղության համաձայնագիրը։ Թե ինչու նա ասաց, ես վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ մեկը դրա մասին չգիտի, անգամ Նիկոլ Փաշինյանը չգիտի, թե ինչու է Ֆիդանը նման բան ասել, որովհետեւ նման համաձայնություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չկա։ Բայց կա ենթադրություն, որ գուցե Ադրբեջանի նախագահ, քանի որ Հայաստանը պատրաստ է հենց այսօր ստորագրել, Ադրբեջանն է ցկցկում, գուցե Ադրբեջանի նախագահ Ֆիդանին ասել է, որ մենք կստորագրենք այդ համաձայնությունը հաջորդ տարվա սկզբին։ Գուցե Ֆիդանը իր կարծիքն է ասել, որ կարող է Ադրբեջանը ստորագրել հաջորդ տարվա սկզբին։ Իրականում Ադրբեջանը մի պայման է առաջադրում Հայաստանի ստորագրելու համար, դա Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է։ Սահմանադրության փոփոխությունը հնարավոր չի անել իրականում մի քանի ամսվա ընթացքում, դրա համար բավական երկար 1-2 տարի ժամանակ է պետք եւ Հայաստանի իշխանություններն էլ արդեն հայտարարել են, որ ընտրությունների հաջորդ տարում, այսինքն 2027 թվականին նախատեսում են սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնել։ Գուցե Ադրբեջանը չսպասի դրան, գուցե սպասի եւ ասի, չէ, միջը քանի դեռ չեք ստորագրել, մենք չեք փոխել ձեր սահմանադրությունը, մենք չենք ստորագրում խաղաղության համաձայնագիրը, կամ կարող է ստորագրել, բայց չվավերացնել։ Սա էլ տարբերակ է, օրինակ, չգիտեմ, երևի դուք տեղյակ եք, որ Հայաստանը եւ Թուրքիան ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներում ստորագրեցին հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր, բայց հետո չվավերացվեց դա եւ 2018 թվականին Սերժ Սարգսյանը միջև հեղափոխությունը հետ վերցրեց իր ստորագրությունները դրա տակից։ Այսինքն սա էլ է մի ընթացակարգ, որը կարող է տեղի ունենալ։ Բայց ընդհանուր առմամբ այն, որ խաղաղության համաձայնագրի հարցում որոշ առաջընթաց կա եւ սպասումները դրական են, իմ վերլուծություններով դա անվիճելի է։ Մյուս կողմից պետք է նշել, որ ինչի մասին ես չասացի, խաղաղության համաձայնագրի հետ կապված, որ կա այսպիսի մի ենթադրություն էլ, որ կարող է Հայաստանի իշխանությունները սահմանադրության փոփոխությունը նոր սահմանադրության հարցը դնեն հանրաքվեի, բայց դա չանցնի, որովհետև Հայաստանի Հանրապետությունում սահմանադրություն փոխելու հարցը որոշում է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Հայաստանի ժողովուրդը կարող է դեմ քվեարկել դրան կամ բավարար չափով կողմ ձայներ չհավաքի։ Ինչ պետք է լինի այս դեպքում, այդպես հստակ որևէ մեկը որևէ բան չի ասում, բայց ադրբեջանցիների մոտ ընդհանուր առմամբ կա անկալում, որ այս դեպքում խաղաղության համաձայնագիրը ճիշտ է, մենք չենք ստորագրի կամ կստորագրենք չենք վավերացնի, բայց դա չի նշանակում, որ ձեզ հետ Հայաստանի հետ հարաբերությունները չենք զարգացնի, գուցե ենթակառուցվածքների մասով կամ սահմանազատման, սահմանագծման մասով գործողություններ իրականացնենք։ Ես նշեմ, որ իմ գնահատմամբ նույնիսկ եթե սահմանադրությունը չփոխվի Հայաստանում, կամ նույնիսկ մինչ այդ շատ մեծ հավանականություն կա, որ այնուամենայնիվ Ադրբեջանը կարող է խաղաղության համաձայնագիր ստորագրել եւ նույնիսկ կարող է վավերացնել։ Ինչու՞, որովհետեւ սահմանադրության փոխելու հարցը Ադրբեջանի ձեռքում ընդհանրապես գործիք է, որով նա այս պահին, երբ որ իրենց ձեռնտու երբ որ չի ցանկանում ստորագրել, որով կարողանում է աշխարհին ցույց տալ, որ կա խնդիր, ես այս դրա համար չեմ ստորագրում, ոչ թե ես այդպես պատերազմ եմ ուզում կամ նման բան, դրա համար չեմ ստորագրում։ Իսկ թե ինչու Ադրբեջանին ձեռնտու չի հիմա ստորագրելը, դրա հետ կապված կան որոշակի ենթադրություններ։ Ենթադրություններից գլխավորն այն է, որ Ադրբեջանը ցանկանում է դեռևս մի փոքր էլ առևտուր անել մինչև կստորագրի այդ խաղաղության համաձայնագիրը։ Ընդ որում առևտուր անել ոչ Հայաստանի հետ, որովհետև փաստացի Հայաստանից Ադրբեջանը ինչ որ ուզում էր ստանալ, ստացել է։ Խոսքը վերաբերում է Արցախին, Ադրբեջանը դա Հայաստանից ստացել է։ Առևտուր կարող է անել այլ կողմերի հետ։ Այնտեղ բազմաթիվ գործիքներ կան, բազմաթիվ, այսպես ասենք, վճարման միջոցներ կան, որոնք կարող է Ադրբեջանը օգտագործել այդ առևտրի շրջանակներում։ Մեկ օրինակ ես ասեմ, պարզ կլինի, օրինակ Ալիևը շատ է ցանկանում, որ իրենց հետո իշխանությունը անցնի իր մեծ որդուն, նրա անունն է Հեյդար, եթե ես չեմ սխալվում, Հեյդար Ալիևին, եւ որպիսի այդ իշխանության փոխանցման հետ կապված խնդիրներ չունենա, որովհետև տեսեք, եթե այնպեսի պետություն է, որտեղ որ իշխանությունը հորից փոխանցում է որդուն, ժողովրդավարական աշխարհում այդ պետությունը լեգիտիմության խնդիր է ունենում։ Այդ պետությանը դուրս չեն վերաբերվում։ Կարող են նույնիսկ խնդիրներ ստեղծել այդ փոխանցման գործընթացում։ Ալիևը կարող է օգտագործել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու հարցը, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերի նույն Ամերիկայի հետ, եվրոպական երկրների հետ, որ երբ նա իշխանությունը փոխանցի իր որդուն, խնդիրներ չստեղծեն։ Տեսեք, սա վճարման միջոց է։ Վճարեք ինձ
ինձ խոստացեք երաշխիքներ տվեք, որ ես իմ որդուն իշխանությունը փոխանցեմ, Ադրբեջանը խնդրեմ չի ունենալու, այդ դեպքում ես կգնամ եւ Հայաստանի հետ կստորագրեմ։ Բազմաթիվ նման գործիքներ, նման վճարման միջոցներ կան, որոնց շուրջ Ադրբեջանը կարող է առևտուր անել, եւ այդ առևտրի համար հավանաբար այս պահին դեռևս չի գնում խաղաղության համաձայնագրի ստորագրման։ Երբ Ադրբեջանին այնպիսի առաջարկ կանեն, որը Ադրբեջանը կգտնի, որ բավարար է եւ ինքը ցանկանում է ստորագրել, այդ պահին մեծ հավանականությամբ նույնիսկ եթե Հայաստանը սահմանությունը փոխած չլինի, Ադրբեջանը կգնա եւ կստորագրի խաղաղության համաձայնագիրը։ Բայց քանի դեռ այդ առաջարկը չեն արել, քանի դեռ Ադրբեջանը կարծում է, որ այդ խաղաղության համաձայնագիրը ստորագրելը կարելի է դեռ վաճառել ու դեռ կարելի է գինը բարձրացնել, Ադրբեջանը բնականաբար Ալիևը դա չի ստորագրելու, իսկ չստորագրելու որպես պաշտոնական պատճառ բերելու է հենց Հայաստանի սահմանադրությունը չփոխելը։ Ինչի հենց սահմանությունը չփոխելը, որովհետև Ալիևը շատ լավ հասկանում է, որ սահմանությունը փոխելը Հայաստանը չի կարող 1-2 ամսում կազմակերպել, դրա համար տարիներ են պետք, եւ շատ լավ գործիք է, որի միջոցով կարելի է դեռևս դանդաղեցնել խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելու գործընթացը։ Երևի այստեղ ես կանգ առնեմ, արդեն դուք հարցեր կտաք, եթե կան հարցեր, ես կպատասխանեմ ձեր հարցերին սիրով։ Շատ լավ, սիրելի մասնակիցներ, հիմա հարցերի համար կարող եք ձեռք բարձրացնել, ես հաշտով թույլ կտամ, որպեսզի հարցերը տրամադրեք։ Առաջինը Լևոն է։ Քննեմ Լևոն։ Բարև ձեզ, պարոն Ղեմոնդյան, շնորհակալ եմ բանախոսության համար եւ մեկ հարց էի ուզում տալ, շատ մակերեսային հարց է իր բնույթով, արդյոք մենք կարող ենք ընդհանրապես հավատալ խաղաղության պայմանագիր հասկացությանը ու բացատրեմ հենց ինչի մասին է խոսքը։ 2008 թվականին Իսրայելի եւ Պաղեստինի միջև կնքվեց խաղաղության պայմանագիր, որը կնքվեց ուղիղ նույն ձևով, ինչ որ կնքվեց հայկական-ադրբեջանական պայմանագիրը։ Այսինքն այդ ժամանակ Միացյալ Նահանգները եղան կապող օղակ, որպես դիտորդ, բայց տեսանք ինչ եղավ արդյունքում։ Եվ եւս մեկ բան էլ մենք բոլորս հիշում ենք, որ Արցախյան պատերազմի ժամանակ զենքերի հիմնական մատակարարիչը դա Իսրայելն էր եւ դա իրականում հասկանալի է տնտեսական առումով, քանի որ Իսրայելը իր նավթի 45%-ը ստանում է, շուրջ 45%-ը ստանում է Ադրբեջանից։ Այսինքն Իսրայելը ցանկացած առումով կօգնի, թե տնտեսական առում, իհարկե տնտեսական ու քաղաքական հարցն է, կլինի ավելի Ադրբեջանի կողմնակից։ Իսկ տեսնում ենք, թե Իսրայելն ու Միացյալ Նահանգները ցանկացած առումով ինչ լավ դաշնակից են եւ նույնիսկ այն աստիճանի, որ ՄԱԿ-ում եղել է քվեարկություն, արդյոք ջուրը պիտի համարվի մարդու իրավունք եւ նույնիսկ, չգիտեմ, եւ Կորեան է ընտրել, որ պետքա լինի, եւ նույնիսկ աֆրիկյան երկրները, Միացյալ Նահանգներն ու Իսրայելը եղել են միակ երկրները, ովքեր ջուրը չեն համարում մարդու իրավունք, մինչեւ հիմա չեն ընդունել։ Հիմա հարցս այսպիսին է, արդյոք մենք կարող ենք վստահել ընդհանրապես Միացյալ Նահանգների միջոցով կազմված պայմանագրին, եթե եղել է նույն պայմանագիր ուրիշ երկրների միջև, որը 1000 անգամ դրանից հետո խախտվել է, եւ նույնիսկ եթե լինի խաղաղություն, այս հարցը ես բազմիցս եմ բարձրացրել, նույնիսկ ազգային ժողովում այսի ժամանակ պատգամավորների հետ եւ հստակ պատասխան չեմ ստացել։ Ինչ գարանտիա մենք ունենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան չեն օգտվի խաղաղության վիճակից, իհարկե պատասխանից մեկը եղել է, որ պետք է այնպես անել, որ Ադրբեջանի վրա պատերազմը ավելի թանկ նստի, քան առևտուրը։ Բայց այսինքն դա նշանակում է, որ մենք պետք է իրենց հետ առևտուր անենք եւ ինչպես նշեցիք, նույնիսկ Ադրբեջանի հետ ապագայում լինեն արդեն դիվանագիտական հարաբերություններ։ Բայց քանի որ միջազգային իրավունք հասկացությունը դա կներեք ուղղակի միամտությունը, այդպիսի բան գոյություն չունի ընդհանրապես, ինչպես մենք կարող ենք ընդհանրապես վստահել նման կառույցին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն հարցի համար, Լևոն ջան, ձեր հարցի մեջ իրական ձեր հարցի պատասխանը կա։ Տեսեք, դուք ասում եք գարանտիա բառը, ես նշեցի, որ երաշխիք որպես այդպեսին ոչ մի փաստաթուղթ չի։ Եվ դուք ասացիք, որ միջազգային իրավունք հասկացությունը այսօր լուրջ չի։ Եվ հենց սա պատասխանն է ձեր հարցին։ Չկա որևէ թուղթ, ուզում է դա Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրած լինի, ուզում է Ռուսաստանը, ուզում է, գիտեմ, Իսրայելը, ով ուզում է ստորագրած լինի։ Չկա որևէ թուղթ, որը կարող է լինել երաշխիք։ Չկա որևէ երաշխիք ընդհանրապես։ Չկա
այդպիսի երաշխիք աշխարհում։ Տեսեք, Ուկրաինան ուներ ամենաբարձր երաշխիքը Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից եւ Ֆրանսիայից։ Առ այն, որ իր տարածքային ամբողջականություն չի խախտվելու, բայց այդ երաշխիք տվող կողմից մեկը խախտել է, այն մյուս երկուսն էլ չեն կարողանում որևէ կերպ խանգարեն այդ մեկին կամ խանգարում են, բայց ոչ այնքան, ինչքան ուկրաինացիները կուզեին։ Այսինքն մենք ոչ թե պիտի փորձենք երաշխիքներ գտնել։ Հա, իմիջիայլոց ձեր հարցի մեջ սխալ էլ կար, ես նշեմ, որ Ադրբեջանը 44-րդ պատերազմի ընթացքում զենք ստանում էր Իսրայելից, բայց ստանում էր միայն բարձր տեխնոլոգիական ամենավերջի ուրեմն N մակարդակի զենքը, որը օգտագործվում էր բանակում ընդամենը 15-20%-ով։ Մնացած 80%-ից մոտ 60%-ը ռուսական զենքներ կրակում մեզ վրա։ Այն, որ ինքը ստացել էր տարիների ընթացքում կուտակել էր։ Այսինքն, այն սովորական տանկը, սովորական, չգիտեմ, տոռը եւ այլն, որը կրակում էր, դա Իսրայելը ընդամենը դրա թվային սպասարկումներ իրականացնում իսրայելական տեխնոլոգիա։ Այն ինքնաթիռները, որ Իսրայելից գալիս էին, դրանք բերում էին թվային ապահովման միջոցներ, դրանք բերում էին տեխնոլոգիական բարձր ճշգրտության տեղորոշման սարքեր, ռադիո պաշտպանության այդպիսի ինչ-որ բաներ, բայց տանկերը, հրթիռները եւ այն ինչը որ կրակում էր մեզ վրա, դրանք ռուսական էին։ Մարդիկ էլ բնականաբար գիտեք, մարդիկ էլ վարձկաններ էին, որոնց բերում էին Սիրիայի տարածքից Թուրքիայի միջոցով։ Այսինքն այստեղ չի կարելի ասել, որ հիմնական, այո, այն ամենաբարձր մակարդակը իսրայելականն էր, բայց կոնկրետ մեզ վրա թափվող այդ արկերը եւ այլն, դրանք բոլորը ռուսական էին։ Չի կարելի որևէ կերպ կարծել, որ մի հատ ինչ-որ թուղթ ստորագրեցինք, տեսեք, օրինակ նույն բանը, նույն սխալը, որը ես կարծում եմ իրական սխալ է, անում է Նիկոլ Փաշինյանը, ստորագրել է թուղթ եւ եկել է ասում է խաղաղությունը եկել է։ Չի կարող թուղթը բերել խաղաղություն։ Խաղաղություն կարող է բերել այդ թղթի իրագործումը։ Այսինքն մենք միևնույն է երաշխիք չենք ունենա նույնիսկ եթե թղթերը իրագործվեն, բայց խաղաղություն որպես այդպեսին կունենանք։ Թե Թուրքիան ու Ադրբեջանը դա ինչպես կօգտագործեն, այսինքն կօգտագործեն մեր դեմ թե չեն օգտագործի, բա ինչ պիտի անեն ժողովուրդ։ Բայց եթե դուք հնարավորություն ունենաք Ադրբեջանի դեմ ինչ-որ բան օգտագործեք, չեք անելու, ես կարծում եմ անելու եք։ Թուրքիայի դեմ եթե հնարավորություն ունենաք ինչ-որ բան օգտագործել, չեք անելու, կարծում եմ անելու եք։ Այստեղ հարցը ուրիշ բանի մասին է, այստեղ հարցը նրա մասին է, որ մենք պիտի փորձենք այնպես իրականացնել այդ նույն առևտուրը, նույն խաղաղության իրացումը եւ այլն, որպեսզի մենք շահենք ավելի, քան նրանք կփորձեն օգտագործել մեր դեմ եւ մենք կկորցնենք։ Այսինքն տեսեք, Ադրբեջանը Հայաստանի հետ առևտուր է անելու, ճիշտ է։ Այդ առևտրի ընթացքում Ադրբեջանը փորձելու է ժողովրդի լեզվով ասած քթել մեզ, այսինքն փորձելու է այնպես անել, որ մեզ վրա ինչ-որ բան թանկ նստի, իհարկե փորձելու է։ Ես ուզում եմ մի փոքր այլ մակարդակում խոսել։ Երբ որ միջազգային առևտուր է տեղի ունենում, երբ որ ինչ-որ մի բան ինչ-որ մեկից առնում եք, իրենք ինչ-որ մի բան վաճառում են ձեզ, դուք ինչ-որ մի բան ստեղից գնում եք, գումարը մուծում եք, իրենք ուղարկում են, ճիշտ է։ Այդտեղ իրենք փորձում են իրենց շահը իրացնել, դուք փորձում եք ձեր շահը իրացնել։ Իրենք փորձում են վաճառել հնարավորինս թանկ, դուք փորձում եք գնել հնարավորինս էժան, որովհետեւ գումարը դուք եք տալիս։ Նույն տրամաբանությունը գործում է քաղաքական փոխհարաբերություններում։ Առավել եւս այնպիսի պետությունների միջև, որոնք միմյանց հետ ճշնամի են եղել, հակառակորդ են եղել եւ մեղմ ասած բարեկամ չեն էլ դառնալու, ինչ փաստաթուղթ ուզում է ստորագրեն։ Այստեղ մեր աշխատանքի տեղը կա, այստեղ մենք պիտի Հայաստանը պիտի փորձի այնպես անել, որպեսզի այդ առևտրում հնարավորինս գինը իջացնի, ավելի քիչ վճարի, այդպես միայն փողի վրա պետք չի միայն փողով մի չափեք, հնարավորինս ավելի քիչ վճարի, ավելի քիչ խնդիրներ ունենա եւ ավելի շատ ստանա։ Օրինակ տեսեք, թրիպը երբ որ կառուցում ենք հիմա մենք, կառուցում ենք 42 կիլոմետրի վրա, ճիշտ է։ Այդ բանի Սյունիքի լայնությունն է 42 կիլոմետր։ Թուրքիան էլ փորձում է կառուցել, հայտարարում է, արդեն նույնիսկ հիմնարկեք է արել, փորձում է կառուցել Կարսից Նախիջևան ճանապարհ, որպեսզի ապրանքները Մեգրիով անցնելուց հետո այլևս Հայաստան չմտնեն։ Գնան Նախիջևանից անցնեն միանգամից այդ նոր երկաթուղով դեպի Կարսից գնան ու դեռ գնում են։ Մենք ինչ ենք փորձում անել։ Մենք փորձում ենք վերակառուցել եւ արագ վերակառուցել եւ արձիականացնել Երասխից Գյումրի երկաթգծի ճանապարհը, որպեսզի երբ որ այդ ապրանքները գան մտնեն Նախիջևան, հետո նորից մտնեն Հայաստանով անցնեն։ Ինչի, որովհետեւ մենք ուզում ենք այդտեղ էլի օգուտ ստանալ։ Այսինքն մենք մեր շահերը ունենք, իրենք իրենց շահերը ունեն։ Պետք չի մտածել, որ պիտի լիներ ինչ-որ մի փաստաթուղթ, պիտի այդ փաստաթուղթը ստորագրեր Ամերիկան եւ վերջ, մեր հարցերը լուծվեր։ Նույն կերպ ինչ որ դուք օրինակ բերեցիք, Լևոն, չէ՞, Լևոն ջան, ինչ որ դուք օրինակ բերեցիք, նույն կերպ ոնց որ պաղեստինցիները ու իսրայելցիները։ Իրանք իրար հետ ինչ-որ բան ստորագրել են, այդ ստորագրելուց հետո
շարունակել են իրար հետ մրցակցել, եկել է հասել են մի իրավիճակ, երբ որ այդ փաստաթուղթը այլևս իմաստ չի ունեցել, եկել հասել են նորից կոնֆլիկտի։ Նույն տրամաբանությունը կարող է լինել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ես նորից նշեմ, կանցնի, չգիտեմ, 1000 տարի հետո Հայաստանի բնակչությունը եթե կլինի 100 միլիոն, Թուրքիայի ու Ադրբեջանի բնակչությունը իրար հետ կլինի մեր չափ, ասենք 3 միլիոն կամ 10 միլիոն, բնականաբար Հայաստանը մտնելու է տարածքները վերցնելու է։ Այդ ժամանակով է նայելու ինչ որ թուղթ 1000 տարի առաջ, այսինքն այսօր մենք ստորագրեցինք, թե չստորագրեցինք։ Այսինքն պետք չի կարծել, որ կան իդեալական ինչ որ 100%-անոց փաստաթղթեր կամ 100%-անոց ընդհակառակը իրավիճակներ, որտեղ փաստաթղթերը չեն աշխատում։ Ամեն ինչ ավելի հարաբերական է։ Մենք ունենք ինչ որ մի փաստաթուղթ, որը կարող է մեր անվտանգության մակարդակը 10-ից իջեցնել 9-ի, ուրեմն այդ փաստաթուղթը պետք է ստորագրել։ Իջեցնել մինչև 9-ը։ Մեզ պետք է մինչև 5 իջեցնել, ուրեմն պետք է փնտրենք, գտնենք այլ միջոցներ, որպեսզի այդ 9-ից մի հատ էլ մինչև 5 իջեցնելու հնարավորություններ ունենանք։ Ու օրինակ Հայաստանի բանակի բարեփոխումները, նոր զինատեսակներ գնել բերելը, այդ առևտուրը, նույն առևտուրը անելը, Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերը Հայաստանի Հանրապետություն բերելը, դրանք բոլորը ամեն մեկը այդպես 1 իջեցնող, ռիսկերը նվազեցնող գործոններ են։ Հնարավոր է միջև 0 իջեցնել։ Ես կարծում եմ, որ այս աշխարհի պայմաններում միջև 0 իջեցնել հնարավոր չի, որովհետև միևնույն է, կան ռիսկեր, այդ ռիսկերը ոչ միտեղ չենք չկանալու, բայց հնարավորինս իջեցնել, նվազեցնել, ուղղակի պարտավոր է։ Կարծում եմ պատասխանեցի ձեր հարցին։ Նա հասկացա, շնորհակալ եմ շատ։ Արձագանքի անհրաժեշտություն պետք է։ Չէ, մերս։ Ուրեմն հաջորդ հարցի համար խնդրեմ Արսեն Գասպարյան։ Պարոն Ղևոնդյան, ողջունում եմ ձեզ, շնորհակալ եմ ներկայացված բանախոսության համար։ Առաջարկում եմ դիտարկել մեկ այլ սցենար։ Ձեր կարծիքով ինչ ճակատագրի կարժանա խաղաղության համաձայնագիրը, նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը եւ ընդհանրապես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, եթե Հայաստանում կատարվի իշխանափոխություն եւ իշխանության գան այլ ուժեր։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ես կարծում եմ, եթե Հայաստանում իշխանությունը փոխվի եւ իշխանության գա ռուսամետ ուժեր, ապա ակնհայտորեն բոլոր համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել օգոստոսի 8-ին, կմոռացվեն, այդ համաձայնություններից Հայաստանը դուրս կգա։ Իհարկե կլինեն այնպիսի ուժեր, որոնք այդպես կոշտ ձևով ուղղակի կդնեն դրանք դարակը կամ կպատրեն, կթափեն եւ վերջ։ Կլինեն ուժեր, որոնք կփորձեն, ինչպես Քոչարյանը իր վերջին հարցազրույցում ասաց, խորամանկել իրենց կարծիքով, ինչ որ նոր պայմաններ առաջադրել, որպեսզի Ադրբեջանը չհամաձայնի եւ արդյունքում ստացվի, որ խաղաղության համաձայնագիրը Ադրբեջանի պատճառով չեղավ, բայց իրականում դա էլի Հայաստանի պատճառով կլինի։ Երեք ջան, ես ներողություն եմ խնդրում, մի հատ դիսկավորիչ բերեմ միացնեմ, որ հեռախոսը չանջատվի։ Մի րոպե սպասեք։ Վերջ կարող շարունակել։ Պատասխանը այդ է, որ եթե ռուսամետ ուժեր կան, օգոստոսի 8-ի համաձայնագրերը մոռացվելու են, որովհետև Ռուսաստանի շահերից ընդհանրապես չի բխում, որ այդ օգոստոսի 8-ի համաձայնությունները իրականություն դառնան։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցի համար Վիկտորիա Սիմոնյան։ Խնդրեմ։ Բարև բարոն Ղևոնդյան, շնորհակալ եմ հարցի հնարավորության համար։ Գաղտնիք չէ, որ եւ Հայաստանը եւ Ադրբեջանը որոշակի կախվածություն ունեն Ռուսաստանի Դաշնությունից թե տնտեսական, թե քաղաքական առումներով։ Եվ ինչպես ասացիք, Ռուսաստանի ձեռնտու չի այս նախաստորագրված պայմանագիրը։ Եվ իմ հարցը հետեւյալն է. ինչպես կարող է այս համաձայնագիրը ազդել Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների վրա, եւ չնայած որ հոդվածներից մեկում նշվում է, որ չի կարող որևէ այլ պետություն ազդել պայմանագրի համաձայն խաղաղության գործընթացին, արդյոք կարող է Ռուսաստանը որոշակի ձևով ազդել խաղաղության գործընթացին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար Վիկտորիա ջան, ես նշեմ, որ Ռուսաստանը արդեն ինչ կարողանում է անում է եւ վերջերս գիտեք, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները բավական սրվել էին, այդ սրվելու պատճառներից մեկը, գլխավորներից մեկը հենց այն էր, որ Ադրբեջանը գնաց Վաշինգտոն, ընդ որում Արեգ Քոչինյանը ձեզ կարդացել է արդեն բանախոսություն։ Այո։
Չգիտեմ, ինքը ձեզ ասել է թե չէ, բայց ես եթե ասել է ոչինչ կրկնեմ, միջև վերջին ժամերը բարձ չէր կլինի այդ հանդիպումը թե չի լինի, կստորագրվի թե չի ստորագրվի, բայց ու հենց բարձ չէր նրա պատճառով, որովհետև Ռուսաստանը որոշ գործողություններ էր փորձում ձեռնարկել, բայց քանի որ վերջին պահին ռուսները հարվածեցին Օդեսայում Ադրբեջանի Սոկարի պահեստներին, ադրբեջանցիները դրանից հետո որոշեցին ի վերջո իրենց վերջնական համաձայնությունը տալ, գալ եւ ստորագրել այդ համաձայնությունները, այնպես որ այստեղ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում էլ խնդիր կա։ Այն որ Ռուսաստանից մեծ կախվածություն կա, դա ակնհայտ է, շատ ավելի մեծ Հայաստանն է կախված Ռուսաստանից, քան Ադրբեջանը, բայց ես մի հետաքրքիր բան ասեմ, մի օր ես ադրբեջանցի փորձագետներից մեկի հետ խոսում էի հնարավորություններից, տնտեսական բաց սահմանների դեպքում, տնտեսությունների աճից եւ այլն, ու խոսում էի նրա մասին, որ եկեք Ռուսաստանի ազդեցությունը հաշվի չառնենք, եկեք մենք փորձենք անել այն ինչ հնարավոր է մեր երկու պետությունների համար, ինքը ինձ գիտեք ինչ ասեց քո ձենը տակտեղից է գալի, ասեց դուք Ռուսաստանի հետ սահման չունեք, մենք սահման ունենք։ Այսինքն իրենք ամեն դեպքում վախենում են դրանից, որ իրենք սահման ունեն Ռուսաստանի հետ, Ռուսաստանը կարող է ինչ-որ բան անել։ Մյուս կողմից պետք է հաշվի առնենք մի կարևոր բան, որ այսօր Ռուսաստանի հնարավորությունները շատ քիչ են։ Ռուսաստան, տեսեք, եթե 10 տարի առաջ լիներ նման բան, Ռուսաստանը ուղղակի մի վայրկյանում կխեղդեր այս օգոստոսի 8-ի համաձայնությունները։ Բայց այսօր հաշվի առնելով ռուս-ուկրաինական պատերազմը, հաշվի առնելով Ռուսաստանը փաստացի մեկուսացած է աշխարհից, հաշվի առնելով որ ռեսուրսները բավարար չեն, որ բոլոր ուղղություններով գործողություններ իրականացնի, Ռուսաստանի հնարավորությունները շատ քիչ են եւ Հայաստանն ու Ադրբեջանը ուղղակի պիտի օգտվեն եւ օգտվում են այդ իրավիճակից, որպեսզի կարողանան ինչ որ հարցերում իրենց շահերը առաջ տան։ Արձագանքման անհրաժեշտություն տեսնում եք։ Ոչ, շնորհակալություն։ Խնդրեմ։ Հաջորդ հարցի համար Սերինե Մելիքսեթյան, խնդրեմ։ Բարև ձեզ, պարոն Ղևոնդյան, շնորհակալություն հանդիպման համար։ Իմ հարցը հետևյալն էր. մի առասցե ընդդիմությունը գա իշխանության ու մեր իշխանության կատարած այսքան ջանքերը խաղաղության համար, որ երկար տարիներ կարելի ասած երազել ենք, ընկնի ջուրը, բայց հնարավոր է, որ պայմանագիրը ավելի շուտ կնքվի, քան ընտրությունները լինեն։ Շնորհակալություն հարցի համար Սերինե ջան։ Ես նշեմ, որ իրականում հնարավորություն կա, դա մեզնից չի կախված, դա կախված է Ադրբեջանից եւ Ադրբեջանի առևտրից, այն ինչ որ ես ասացի։ Եթե կլինեն կողմեր, որոնք որ բան կանեն, որոնք որ Ադրբեջանին կառաջարկեն ինչ-որ բան, որ Ադրբեջանը կա ստորագրի, Ադրբեջանը կգա կստորագրի։ Բայց այստեղ այսպեսի մի հարց կա, այդ կողմերը պիտի ռեալ վտանգ տեսնեն, որ Հայաստանում կարող է իշխանությունը փոխվել։ Այսօրվա դրությամբ, այսօր հոկտեմբերի 17-ն է, չէ՞, 2025 թվականի հոկտեմբերի 17-ի դրությամբ նման վտանգ փաստացի չեն տեսնում, ոչ Ամերիկան, ոչ Եվրոպան, նման վտանգ չեն տեսնում, այսինքն շատ մեծ է հավանականությունը, որ իշխանությունները վերընտրվելու են։ Դա կարևոր չի ինչ հարաբերակցությամբ, բայց ամեն դեպքում կառավարություն իրանք են լինելու։ Ու դրա համար իրանք ինչ-որ այդպես ինչ-որ կարևոր բան Ադրբեջանին դեռ չեն առաջարկում, որ Ադրբեջանն էլ ասի, հա, այդ կարևոր բանը տվեք ինձ, ես գնամ ստորագրեմ։ Բայց քանի որ Ֆիդանը ասում է, որ երևի Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն ու դրանից հետո մենք բան կանենք, կբացենք Հայաստանի հետ սահմանը։ Քանի որ մայիսին Երևանում տեղի ունենալու եվրոպական Երևի անջատված պարոն Ղևոնդյանի հեռախոսը։ Մենք կհասկանանք։ Ժող մի քիչ շատ հարցեր տվեք էլի, պարոն Ղևոնդյան ինքը շատ լավ է պատասխանում հարցերին, օգտագործեք այս հնարավորությունը։ Եկավ պարոն Ղևոնդյանը։ Անջատվեց ներողություն խնդրում ես։ Լսվում է հիմա։ Այո, լսվում է։ Քանի որ մայիսին Երևանում տեղի ունենալու եվրոպական համայնքի այդ գագաթնաժողովը եւ
կա շատ մեծ հավանականություն, որ ու կարելի է ասել համարյա արդեն հաստատված է, որ Էրդողանը մասնակցելու է, կա նաև որոշակի հավանականություն, որ կարող է Ալիևն էլ մասնակցի այդ հանդիպմանը, շատ հնարավոր է, որ մինչև դա ինչ որ մի տեղում Հայաստանը եւ Ադրբեջանը ստորագրեն համաձայնագիրը եւ այդ եվրոպական համայնքի հանդիպմանը արդեն հայտարարվի, որ արդեն երկու պետություններ, որոնք դիվանագիտական հարաբերություններ են հաստատում, Երևանում կհանդիպեն երկու պետությունների ղեկավարներ, պաստորեն Փաշինյանն ու Ալիևը։ Բայց ստորագրելով ամեն ինչ չի վերջանում, հետո պիտի լինի նաև վավերացման գործընթաց, եւ այդ վավերացման գործընթացը հաստատ չեն հասցնի ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը մինչև 2026 թվականի ընտրություններ, բայց նորից նշեմ, որ շատ փոքր են հիմա գնահատվում հավանականությունը, որ կարող է Հայաստանում իշխանությունը փոխվել։ Հնարավոր է փոխվի իշխանությունը Հայաստանում։ Շատ փոքր է գնահատվում այդպես, այսինքն շատ ավելի հավանական է, որ Հայաստանում ինչ-որ կուսակցությունը կշարունակի մնալ իշխանություն, բայց այդպես 100%-ով ոչ մի բան ասել հնարավոր չի, Սերինե ջան, որովհետև դու գիտես, որ քաղաքականության մեջ երբեք չեն ասում երբեք, կարող է լինել ինչ-որ մի շատ լուրջ, օրինակ կարող է լինել պատերազմ, կամ կարող է լինել ինչ-որ աղետ Աստված չանի, կամ նման մի բան, որը իշխանությունների վարկանիշը կնվազեցնի եւ դրա արդյունքում ինչ-որ բան կլինի, բայց դրա հավանականությունը նորից շատ փոքր է համարվում ու ենթադրվում է, որ այնքան փոքր է, որ ռիսկ փաստացի չկա, որ կարող է փոխվել եւ պետք չի այս պահին շտապել ու Ադրբեջանին ինչ-որ նոր բան առաջարկել։ Եվ շնորհակալություն։ Օգտվելով հնարավորությունից ես հարց ուղղեմ ձեզ, պարոն Ղևոնդյան։ Իմ հարցը վերաբերում է անկլավներին, որովհետև խաղաղության պայմանագրով նաև դելիմիտացիան ու դեմարկացիան եւս ինչ-որ վերջնակետային փուլ պետք է մտնեն։ Ինչ է լինելու Արցվաշենի եւ Հայաստանի տարածքում Տավուշում գտնվող ադրբեջանական 3 անկլավների հետ, ինչպիսի ճակատագիր է սպասվում եւ արդյոք հնարավոր է խաղաղության տեքստի փոփոխություն, եթե հաշվի առնենք նաև անկլավները։ Ես նշեմ, որ խաղաղության համաձայնագրի տեքստի փոփոխություն հնարավոր չի, դա արդեն հաստատված է երկու կողմերի միջև, բայց մի փոքր ուղղում Տավուշում 2 անկլավներ են գտնվում եւ Տիգրանաշենը, որը գտնվում է Արարատի մարզում, այդպես Վայոց-Ձորի մարզի մոտ, նախկին Քյարքի գյուղը ադրբեջանական, որը հիմա Տիգրանաշեն է կոչվում։ Անկլավների հարցը առանձին պիտի քննարկվի եւ պիտի քննարկվի դելիմիտացիայի դեմարկացիայի գործընթացի վերջում, այդպես են բանավոր պայմանավորվել Հայաստանը եւ Ադրբեջանը, բայց դա այնպեսի հարց է, որը ցանկացած պահի կարող է կողմից որևէ մեկը բարձրացնել, եթե դրա կարիքը լինի։ Այս պահին կարծես թե այդպեսի փոխըմբռնում կա, որ եկեք այդ հարցը թողենք, վերջում կհասկանանք։ Անկլավների հարցը փաստացի ունի երկու լուծում։ Առաջինը, որ Արցախը տան մեզ իրենց անկլավները տանք իրենց, երկրորդը, որ Արցախը մնա իրենց անկլավները մնա մեզ։ Հիմա տեսեք, երկու տարբերակին փաստացի Հայաստանը համաձայն է։ Որևէ էական խնդիր մենք երկու տարբերակների դեպքում էլ չունենք։ Այն որ ասում են, թե Հայաստանի կոմունիկացիաները անցնում են անկլավներով եւ այլն, դա այնքան էլ այդպես չի։ Միակ խնդիրը, որ հիմա ունենք, դա Տիգրանաշենն է, հյուսիս-հարավ ճանապարհի հին հատվածը անցնում է Տիգրանաշենով, դա հանգիստ մենք կարող ենք դրսով անցկացնել, որովհետեւ այդ հատվածում բավական լայն է Հայաստանի Հանրապետությունը, ու ընդ որում այսօր արդեն կա VD-ի ճանապարհը, որը շրջանցում է այդ Տիգրանաշենով անցնող հատվածը, այնտեղ մի փոքր, եթե հողային կտրելու աշխատանքներ իրականացվեն, կարող է շատ մեծ լայն ճանապարհ դառնա եւ այդ մեծ մեքենաները, ֆուրերը կարող են այդպես գնալ-գալ հանգիստ, ոչ մի խնդիր չունենք։ Բանից Ռուսաստանից եկող գազատարը անցնում է անկլավներից մեկի կողքով, Տավուշի անկլավներից մեկի այդպես սահմանի վրայով, այդտեղ էլ ընդհանրապես խնդիր չկա։ Իսկ ադրբեջանցիները ընդհակառակը ունեն խնդիր փոխանակման հետ կապված։ Հիմնական խնդիրը կապված է նրա հետ, տեսեք, մենք Արցախաշենում խնդիր չունենք։ Արցախաշենը ունի իր ջուրը, Արցախաշենը ունի իր անտառները, Արցախաշենը մեծ է իր չափերով եւ ռեսուրսներ ունի, եւ օրինակ մարդիկ կարող են գնալ Արցախաշենում ապրել առանց արտաքին օգնության։ Իսկ իրենք օրինակ Տիգրանաշենում չեն կարող ապրել, որովհետեւ Տիգրանաշենում ջուր չկա։ Բնականաբար մենք իրենց ցույց չենք տալու, որ Հայաստանի տարածքով խողովակ անցկացնեն դեպի Տիգրանաշեն։ Իրենց ասում ենք մարդու իրավունքների հարց կա, պարտադիր պետք է թույլ տանք, որ իրենք ջուր բերեն, այլ մենք ասելու ենք դուք ջուրը ամեն օր ավտոներով բերեք։ Փաստորեն Տիգրանաշենում եթե մարդիկ գան ապրեն, Ադրբեջան Նախիջևանի տարածքից ամեն օր պիտի այդպես ցիստերնով մեքենաով քշեն ջուր բերեն Տիգրանաշեն, որպեսզի Տիգրանաշենի մարդիկ ջուր ունենան։
Դա խնդիր է։ Նույնը վերաբերում է գազին, նույնը վերաբերում է էլեկտրաէներգիային, կամ պիտի մեզնից առնեն, կամ պիտի իրենց մոտից ինչ-որ կերպ բերեն անցկացնեն։ Մենք թույլ չենք տա, հաստատ թույլ չի տա, որ ուրեմն էլեկտրականության գիծ անցկացնեն այն կողմից դեպի Տիգրանաշեն։ Նույնը վերաբերում է վերևի անկլավներին, թեև մի անկլավը վերևի այդ ոսկեպարի անկլավը ինքը ունի իր հնարավորությունները, այսինքն կան ռեսուրսներ եւ կարող է օգտագործվել, բայց ընդհանուր առմամբ ադրբեջանցիների համար բավական բարդ է դա լինելու։ Կապված Արծվաշենի հետ, տեսեք, Արծվաշենը ոչ ոք Ադրբեջանում համաձայն չի, ոչ ոք ասում նկատի ունեմ այդտեղի ժողովրդին հետ շրջակայքի, համաձայն չի, որ Արծվաշենը վերադարձնեն։ Ինչի համաձայն չի, որովհետեւ Արծվաշենով նախ ճանապարհ են իրենք կառուցել ու 26 գյուղ Արծվաշենի միջով գնում գալիս իրար հետ կապվում են ադրբեջանական 26 գյուղ։ Եթե Արծվաշենը վերադարձնեն, այդ 26 գյուղը պետք է շրջանցեն Արծվաշենը։ Իսկ այդ շրջանցելը իրենց մոտավորապես այսպես ասեմ, էլի, եթե մի գյուղից մյուսը գնում են, ասենք, անցնում են 5-6 կիլոմետր, հիմա պիտի անցնեն 60 կիլոմետր, որ շրջանցեն Արծվաշենը, որ իրար հետ կապվեն։ Եվ չեն ցանկանում։ Հետո բացի այդ, Արծվաշենը ջուր ունի, ջրամբար կա կառուցված Արծվաշենում, եւ այդ ջրամբարից այդ 26 գյուղերը սնվում են։ Հիմա եթե Արծվաշենը տան մեզ, մենք ջուրը չենք տա իրենց, մենք իրենք պետք է փորձեն ուրիշ տեղերից նորից ջուր ստան։ Այսինքն Ադրբեջանի ձեռնտու չի որ փոխանակվի, բայց եթե հանկարծ Ադրբեջանը այդպես վատություն անելու միտումով ասի, բերեք փոխանակեք, մենք կասենք եկեք փոխանակենք, ընդ չկա։ Ավելի շատ խնդիրներ կստեղծվեն իրենց համար, քան եթե մնա իրենց մեզ մոտ, մենը մնա իրենց մոտ։ Այնպես որ անկլավների հարցը մեր օգտին ամենայն հավանականությամբ կլուծվի։ Իհարկե կա որոշակի սխալ ըմբռնում Ադրբեջանում անկլավների հետ կապված, ադրբեջանցիները կարծում են, թե անկլավները մեզ համար շատ կարևոր են եւ մենք առանց անկլավների չենք կարող, եւ դրա համար մեր առաջ տարբեր պայմաններ են դրել։ Տեսեք, օրինակ ասեմ, այդ չգիտեմ դրա մասին տեղակել հանրային տեղակ չեն, բայց այսպեսի մի բան են առաջարկել, ասել են, քանի որ իրենց 3 անկլավը որ տան մեզ Արծվաշենից 7 կիլոմետր 6 ու քանի կիլոմետր մեծ է լինում, այսինքն մենք փաստացի պարտք ենք մնում Ադրբեջանին 6 ու քանի կիլոմետր տարածք։ Իրենք ասել են, բերեք մենք Արծվաշենը տանք, Արծվաշենը մնա մեզ Ադրբեջանին, մեր 3 անկլավները տանք ձեզ, բայց այդ տարբերության փոխարեն մեզ թողեք այն 200 քառակուսի կիլոմետրը, որ իրենք օկուպացրել են այն 21-22 թվականին։ Իհարկե մենակ ասել են, որ ինչ եք խոսում, այդտեղ 6 ու քանի կիլոմետրը, այստեղ 200 քառակուսի կիլոմետր է, այդպես ոնց կլինի, իրենք էլ ասել են, դե ձեզ համար այդ 6 ու քանի կիլոմետրը կարևոր է, որովհետև անկլավները կարևոր են, այդտեղով ձեր կոմունիկացիաներն են ասում։ Մեզ համար էլ այդ 200 կիլոմետրն է կարևոր, իհարկե փորձում են մանիպուլյացիաներ անել, փորձում են առևտուր անել, Լևոնը հարցրեց, չէ, կարծեմ, փորձում են իրենց շահերը առաջ տանել, մենոնք էլ ասել են, չէ, այդպես չի լինի, եթե դուք 6 ու քանի կիլոմետր, եկեք մենք ձեզ 6 ու քանի կիլոմետր մի ուրիշտեղ տանք, բայց չի լինի, որ 6 ու քանի կիլոմետրի փոխարեն ձեզ 200 քառակուսի կիլոմետր տանք։ Մի խոսքով կան նման խոսակցություններ, նման մտքեր, որոնք ի վերջո ինչ որ համաձայնության կբերեն։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար Սարո Զարգարյան, ընտրեմ։ Ողջունում եմ պարոն Ղևոնդյան, շնորհակալություն հարցի հնարավորության համար։ Իմ հարցը կապված է Հայաստանի ներքին քաղաքականության վրա, թե ինչպիսի ազդեցություն ունի պայմանագիրը Հայաստանի ներքին քաղաքականության վրա, ինչպես է գնահատում խաղաղության գործընթացի ազդեցությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների վրա, արդյոք խաղաղության հրատապ անհրաժեշտությունը չի ստիպում իշխանություններին շրջանցել հանրային լայն քննարկումները կամ խորհրդարանական վերահսկողությունը ավելացնելով գործադիր իշխանության քաղաքական քաշը, ինչը կարող է երկարաժամկետ հատվածում վնասել երկրի ժողովրդավարությունը։ Շնորհակալություն։ Նախ նշեմ, որ շնորհակալություն հարցի համար, նախ նշեմ, որ գործադիր իշխանությունը արդեն սահմանադրությամբ այնքան մեծ քաշ ունի, որ մի բան էլ ավելացնելու ընդհանրապես կարիք չկա, ու դա խնդիր է, դա հենց ժողովրդավարության համար խնդիր է Հայաստանի Հանրապետությունում։ Հուսանք, որ նոր սահմանադրությունը, որը պիտի ներկայացվի, նաև այս առումով որոշ լուծումներ կունենա, այսինքն որոշ իրավունքներ, որոշ գործառույթներ կգնան նախագահին, վարչապետից, գործադիր իշխանությունից կգնա օրենսդիր իշխանությանը որոշ բաներ եւ այլն։ Այդ մի կողմից։ Երկրորդը խաղաղության անհրաժեշտությունը, ասում եք, հանրային քննարկումներից խուսափելու կամ շտապելու խնդիրը առաջացնում։ Ես նշեմ, որ հանրային քննարկումների կարիք սովորաբար լինում է ընտրությունների միջանկյալ տարածությունում։ Մենք հիմա նախընտրական փուլում ենք եւ փաստացի
այս համաձայնությունները դեռևս իրականացված չեն լինելու 2026 թվականի հունիսին։ Այսինքն, եթե Հայաստանի Հանրապետության ժողովուրդը գնա ու նորից իր քվեն տա այս իշխանությանը, հենց դա իրենով կվկայի, որ իրենք համաձայն են նրան, ինչ անում են այս իշխանությունները։ Էլ առանձին հանրային քննարկումներ անցկացնելու կարիք չկա։ Բայց բացի դա, նաև Հայաստանի Հանրապետությունում, քանի որ ժողովրդավարական պետություն ենք մենք, այդ հետադարձ կապը անընդհատ կա։ Մարդիկ տարբեր հարթակներում, փորձագիտական համայնքի ներկայացուցիչները, մեդիա համայնքի ներկայացուցիչները, տարբեր տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները իրենց կարծիքները ասում են, եւ այդ կարծիքները անընդհատ մոնիտորինգի տակ են իրականում։ Կառավարությունում կա առանձին ստորաբաժանում, որը անընդհատ մոնիտորինգ է անում տարբեր հանրային գործիչների, կազմակերպությունների եւ այլնի խոսքերը, մտքերը, մոտեցումները, այնպես որ ես չեմ կարծում, որ սա ժողովրդավարության առումով ինչ որ խնդիրներ ստեղծելու է։ Այն որ խնդիրները կան ժողովրդավարության ձեր նշած գործադրի քաշի ավելացման, դա սրա հետ կապված չի, դա հենց կառուցեն սահմանադրությունը, որը Սերժը կարեց իր համար, բայց հետո եկավ ու հասավ Նիկոլ Փաշինյան, այդ սահմանադրության պատճառն է ու այն սահմանադրությունը, որը խոստացել էին Փաշինյանենք հեղափոխության ժամանակ փոխել, բայց 7 տարի է չեն փոխել։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցի համար Մանուշա Կաբոյան, խնդրեմ։ Բարի երեկո, շնորհակալություն հնարավորության համար։ Իմ հարցը հետևյալն է. ինչ պատճառներով է Ադրբեջանը ցանկանում, որպեսզի Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարվեն, ինչ քաղաքական նպատակներ կարող է լինել այդ պահանջի հետևում։ Շնորհակալություն։ Իմ գնահատմամբ առաջին եւ գլխավոր պատճառը այն է, որ իրենք ուզում են դրանով ցկցկել խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Երկրորդ պատճառը իրականում էլի շատ կարևոր պատճառ իրականում այն է, որ ադրբեջանցիները ունեն ամեն դեպքում անհանգստություն եւ վախ, որ այն ինչ իրենք են արել մեզ հետ, կարող է մենք էլ անենք իրենց հետ, որովհետեւ տեսեք առաջին պատերազմում իրենք պարտվեցին 26 տարի, սպասեցին, ուժեղացան, եկան հարձակվեցին, գրավեցին Արցախը։ Հիմա իրենք վախում են, որ կարող է մի 26 տարի հետո մենք ուժեղանանք, գնանք գրավենք իրանց Արցախը եւ փորձում են հնարավորինս, ոնց որ մենք ենք փորձում, տեսեք, խաղաղության համաձայնագրով նվազեցնել ռիսկերը, իրենք էլ փորձում են իրենց հնարավորությունների սահմաններում ռիսկերը նվազեցնել։ Իսկ ինչով կարող են այդ ռիսկը նվազեցնել, նրանով, որ Հայաստանի սահմանադրության մեջ այն կետը, որը ասում է, որ սահմանադրությունը գրվել է համաձայն Հայաստանի անկախության հռչակագրի, այդ կետը հանեն, որովհետև անկախության հռչակագրի մեջ գրված է, որ Հայաստանը հիմնվում է Հայաստանի եւ Ղարաբաղի գերագույն խորհուրդների այդ Ղարաբաղը Հայաստանին կցելու կետի վրա։ Այդ հռչակագրում է գրած։ Իհարկե Հայաստանի սահմանադրական դատարանը նախորդ տարի իր որոշումներից մեկի մեջ նշեց, եթե հետաքրքիր է, ՍԴՕ 1749 որոշումն է կարող բացել նայել, նշեց, որ միայն այն կետերը, որոնք հռչակագրից ուղիղ կերպով սահմանադրության մեջ եկել են, այսինքն սահմանադրության մեջ հստակ գրված են, միայն դրանք ուժ ունեն, նրանք, որոնք որ չեն եկել, դրանք ուժ չունեն, բայց ադրբեջանցիների համար դա բավարար չի, իրենք ուզում են ավելի նվազեցնել իրենց ռիսկերը, դրա համար էլ պահանջում են։ Բայց նորից նշեմ, եթե ինչ որ մի բան առաջարկվի Ադրբեջանը, որոնք ոչ մեր կողմից, միջազգային հանրության, Միացյալ Նահանգների կողմից, Եվրոպայի, Չինաստանի, որևէ մեկի Ռուսաստանի կողմից, որը Ադրբեջանը կգնահատի, որ բավարար գին արդեն ունի, իրենք այդ սահմանադրության պահանջը էլի կխոսեն դրա մասին, բայց չեն կապի խաղաղության համաձայնագրի հետ։ Կգան խաղաղության համաձայնագրի կստորագրեն, հետո կշարունակեն նորից պահանջել, որ Հայաստանը փոխի սահմանադրություն։ Արձագանքման անհրաժեշտ տեսնում եք։ Ոչ, շնորհակալություն հարցի պատասխանման համար։ Հաջորդ հարցի համար Արփի Պետրոսյան, խնդրեմ։ Շնորհակալություն։ Պարոն Ղևոնդյան, իսկ այս իրավիճակում որը պետքա լինի մեր քայլերը որպես քաղաքացիներ եւ որը պետքա լինի պետության քայլերը որպես ինստիտուտ։ Արփի ջան, ուրեմն շնորհակալություն հարցի համար, նշեմ, որ պետության գլխավոր քայլը պիտի լինի աշխատանքը, պետությունը պիտի հնարավորինս արագ աշխատի, քանի դեռ տեսեք մենք ասացինք, որ Ռուսաստանը այս պահին խրված է Ուկրաինայում եւ ռեսուրսներ չի բավարարում։ Քանի դեռ իրավիճակը այսպեսին է, Հայաստանը պիտի փորձի հնարավորինս շատ աշխատել եւ հնարավորինս շատ բան իրականություն դարձնել, ճանապարհներ սարքել, սահմաններ բացել,
համաձայնություններ ձեռք բերել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել, այսինքն անել այնքան շատ, որ եթե վաղը մյուս օրը աշխարհը փոխվի, մենք ասենք, որ սա արդեն կա։ Տեսեք, այս ճանապարհը արդեն կա, արդեն գնացքը գնում է։ Ոչ թե գալու գնացքը քանդեք, այդ գնացքի ճանապարհը քանդեք։ Այդ պետության աշխատանքը, ժողովրդի մարդկանց աշխատանքը պետք է լինի ամեն մեկը իր տեղում, իր աշխատանքում մասնագիտանալը, առաջընթաց ունենալը, հնարավորինս ավելի լավ այդ գործը անելը։ Ես ուզում եմ Արփին տեղյակ է, Արփին մի անգամ պատմել եմ, մյուսներին էլ եմ ցանկանում պատմել, որ երբ ես պատերազմից վերադարձա, 44 օրյա պատերազմից երբ ես վերադարձա, ես գնացել էի իմ այդ մազերը կտրողի Վարշավի մոտ էի գնացել, որ իմ մազերն էր սարքում ու այդ պատերազմը նոր էր ավարտվել ու այդպես էմոցիոնալ վիճակ էր, բոլորը մտածում էին ինչով օգնեն մեր պետությանը եւ այլն, ու իմ Վարշավին ինձ հարցրեց, ասեց, ինչ անեմ ես այս պետության համար, ես ասեցի լավ մազեր կտրել սովորի, լավ կտրի, իմ մազերը լավ կտրի, մյուս հաճախորդների մազերը լավ կտրի, այսինքն տրամաբանությունն այն է, որ մենք պիտի ամեն մեկս մեր տեղում մեր աշխատանքը լավ անենք։ Եթե Հայաստանի Հանրապետությունում բոլոր մասնագետները իրենց աշխատանքը լավ անեն, մեկը լավ մաց կտրի, մեկը լավ կոշիկ կարի, մյուսը լավ, չգիտեմ, նյութ գրի, տեքստ գրի, գիրք գրի, դասախոսություն կարդա եւ այլն, Հայաստանի Հանրապետությունը ընդհանուր առմամբ կզարգանա, առաջընթաց կունենա, իսկ եթե դուք ուզում եք, սա էլ գիտեմ որ Արփին շատ է սիրում, ես սա էլ ասեմ անպայման, եթե դուք ուզում եք, որ այդ իմ ասած այդ 100 տարի հետո, 1000 տարի հետո, չգիտեմ քանի տարի հետո Հայաստանը նորից լինի մեծ, նորից Հայաստանը ունենա իմիջիայից ոչ Վանը, ոչ Մուշը, ոչ Արցախը, ոչ մեկը ոչ մեկը չի փախել, իրենք իրենց տեղերում են։ Եթե ուզում եք, որ նորից այնտեղ դրանք լինեն հայկական, դրանք լինեն Հայաստան, ես միշտ բոլորին ասում եմ, ունեցեք շատ երեխաներ, որովհետև մարդկանց քանակն է պետությունը կենթանի օրգանիզմ է։ Մարդկանց քանակն է այդ պետության կերակուրը։ Ինչքան շատ են մարդիկ, այնքան պետությունը մեծանում է, չաղանում է, լայնանում է։ Ինչքան ավելի քիչ են, այնքան նեղանում է, փոքրանում է, նիհարում է, կոպիտ ասած։ Ուզում եք ունենալ մեծ պետություն, ուզում եք գնալ հասնել, չգիտեմ, Վան, Մուշ, Արցախ եւ այլն։ Ունեցեք շատ երեխաներ, բոլորիդ կոչ եմ անում։ Շնորհակալություն, պարոն Ղևոնդյան։ Ինչա։ Հաջորդ հարցի համար կխնդրեի Արփին հնչեցնել հարցը, որովհետև մասնակիցը չի կարողանում երևի խոսել։ Շնորհակալություն շատ Կատյա ջան, հիմա հնչեցնեմ հարցը։ Իսկ ինչ կարծիք ունեք 1994 թվականի մայիսի 5-ի Բիշքեքի պայմանագրի վերաբերյալ։ Այդպիսի պայմանագիր կնքվել է թե ոչ։ Ես չգիտեմ ինչի մասին է խոսքը, երևի հրադադարի պայմանագիրը, Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան, Եռակոմ հրադադարի պայմանագիրը, որի հիման վրա մայիսի 12-ից դադարեցին ռազմական գործողությունները, իհարկե այդ պայմանագիրը կնքվել է, այդ պայմանագրի կողմերը եղել են Հայաստանը եւ Ադրբեջանը, Արցախի ստորագրությունը կա պայմանագրի Արցախի օրինակի վրա, պայմանագրը կնքվել է 3 օրինակից։ Մի օրինակի վրա ստորագրել են Հայաստանը եւ Ադրբեջանը, դա տվել են Ադրբեջանին, Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստանը տվել են Ադրբեջանին, մի օրինակի վրա ստորագրել են Հայաստանը, Ադրբեջանը եւ Ռուսաստանը, դա տվել են Հայաստանին, մի օրինակի վրա ստորագրել են Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը եւ Արցախը եւ Արցախից գիտեք ստորագրել է Սամվել Բաբայանը եւ դա տվել են Արցախին, այնպես որ այո, այդ պայմանագիրը եղել է, գոյություն է ունեցել, բայց կապված 44 օրյա պատերազմի եւ դրա արդյունքների հետ այդ պայմանագիրը այլևս սար ոչինչ է, որևէ ուժ չունի։ Շատ լավ, շնորհակալություն։ Ես վստահ եմ, մեր մասնակիցները մեծ բովանդակություն ստացան այս բանախոսությունից, շնորհակալություն պարոն Ղևոնդյան նման մեծ բովանդակություն մեզ փոխանցելու համար, եւ մենք ունենք ավանդական հարց, որ տալիս ենք բոլոր բանախոսներին։ 3 բան, որ անհրաժեշտ է երիտասարդին քաղաքականությամբ զբաղվելու համար։ Որոնք են 3 բաները, առաջինը դա ինքնազարգացումը եւ ինքնակրթությունը։ Երիտասարդը, եթե ցանկանում է զբաղվել, ոչ միայն քաղաքականությամբ, ընդհանրապես որևէ բանով, եթե ցանկացած երիտասարդ ցանկանում է զբաղվել, ինքը պիտի առաջին հերթին ինքը իրեն կրթի։ Գտնի դրա հետ կապված մասնագիտական, կողմնորոշիչ, գրքեր, գրականություն, գնալ հանդիպել մարդկանց, ովքեր ունեն այդ գիտելիքները, խոսել նրանց հետ, ծանոթանալ, փորձել այդ փորձը իրենք էլ օգտագործել եւ այլն, դա առաջինը։ Երկրորդը, եթե ցանկանում եք քաղաքականությամբ զբաղվել, պետք է լավ տիրապետի քաղաքական դաշտին։ Պետք է փորձի հասկանալ ինչ է նշանակում քաղաքական դաշտ, ինչ տիպի քաղաքական դաշտ կա, օրինակ, եթե Հայաստանում է Հայաստանում, եւ այդ քաղաքական դաշտում
ինչ է հարկավոր անել, որովհետև օրինակ 10 տարի առաջվա Հայաստանի քաղաքական դաշտում քաղաքականությամբ զբաղվելը բացարձակապես այլ բաներ ենթադրում, այսօր Հայաստանի քաղաքական դաշտում քաղաքականությամբ զբաղվելը լրիվ այլ բաներ ենթադրում։ Ուղղակի որովհետև քաղաքական դաշտը փոխվել է, այլ այն քաղաքական դաշտը չի, որը կա։ Եվ երրորդ բանը, ինչը պետք քաղաքականությամբ զբաղվելու համար, ես կարծում եմ, սա երրորդն եմ ասում, բայց սա ամենակարևորն է, պետք է սիրել քաղաքականությունը։ Երբեք չմտածել, որ քաղաքականությունը վատ բան է։ Եթե դու սիրում ես քաղաքականությունը, եթե քեզ հետաքրքիր է քաղաքականությունը, եթե դու քաղաքական գործողություններում քո գործողություններին մասնակցելով, դիտելով, վերլուծելով հաճույք ես ստանում, ուրեմն քո տեղը քաղաքական դաշտում։ Շնորհակալություն։ Խնդրեմ ձեզ շնորհակալություն, վերի կհանդիպենք հուսով եմ հաջողություն։